ամսի 11-ին դատարանը պետք է որոշում հրապարակի, որոշումը վերջնականակն է լինելու, թե այս հարցի մասով, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասով, այո, որոշում է կայացվելու, ըստ այդմ մենք տեսնենք դատարանը ինչ դիրքորոշում կներկայացնի, խնդիրը կան մենանը, որ դատարանը անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավունքը չունի, եւ դա ինչպես Հայաստանի ներպետական օրենսդրությունն է դրա մասին հստակ կանոններ սահմանել, այնպես էլ եվրոպական միջազգային ստանդարտը, որովհետև դա երկրի եկեղեցու ներքին ինքնակառավարման հարցին է վերաբերվում եւ չի կարող այստեղ պետությունը խառնվել։ Գիտեք ինչ, եթե եկեղեցին աշխատանքային աշխատողներ ունի աշխարհիկ անձանց հետ հարաբերություններում, եթե եկեղեցին որպես կապալառու հանդես է գալիս կամ պատվիրատու շինարարություն է պատվիրում, նմանատիպ հարցերում եկեղեցու հետ կապված վեճը այո կարող է դատարաններում քննվել։ Բայց երբ որ հարցը հասնում է եկեղեցու ներքին ինքնակառավարմանը, օրինակ քահանայի կարգալուծ անելուն, կարգապահական հարցեր, հոգևորականին հոգևոր պաշտոնի նշանակելու, դա ինքնակառավարման հարց է, հենց ինքնակառավարում նշանակում ինքը իրեն կառավարում է, այստեղ պետությունը անելիք չունի։ Որ դատավորը տեղյակ չէ, որ այդ որոշումները բացարձակապես հոգևորական մայրաթորիկ որ ձեզ հետաքրքրում որ հենց նոր են ծանոթ։ Հուսանք, որ այդ անտեղյակությունն է բերել այս որոշումների կայացման, որովհետև տեսեք ինչ խնդիր է կանում, ինչ խնդիր ունենք։ Հիմա Արման Սարոյանը, որը զրկված է ինչպես հոգևոր առաջնորդի պաշտոնից, այնպես էլ նաև կարգալուծ եղած է։ Հիմա իրեն իրավունք է տրվել, որ ինքը բանկային գործարքներ անի, հարկադիր կատարողի ապօրինի գործողությունների արդյունքում նա բանկային գործարք է կատարում։ Հիմա պատկերացրեք այդ ապահովման բանկից հայ առաքելական սուբյեկտի որ դատարանը կիրառել է, որ պետք է օգտվի նաև ֆինանսական։ Դե տեսեք, հիմա որոշակի մեկնաբանություններ հիմա չանեմ դրա հետ կապված, բոլոր դեպքերում դատանի որոշման հիման վրա հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում Արման Սարոյանը, որ այս պայն ոչ պաշտոն ունի, ոչ էլ հոգևոր կարգավիճակ, հնարավորություն ունի բանկի ֆինանսական միջոցները կառավարի։ Հիմա պատկերացրեք, եթե վաղը այս հարցով ինքը պարտվի, լավով է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար։ Սա շատ լուրջ խնդիր է, որը դատարան այս Պանդորայի արկղը բացելով ինքը լուրջ փաստի առաջ է կանգնացրել բոլորին։ Ընդ որում ես պատահական չասեցի նաև դատական նիստի ժամանակ, որ ինքը պատմական քայլ է կատարել դատավորը։ Մենք երկար մի քանի դարերում նման խնդիր չենք էլ ունեցել, որ դատարանը ներխուժի եկեղեցու ինքնակառավարման կարգապահական տիրույթ։ Եվ հիմա տեսնենք ինքը ինչ կանի։ Բայց վստահ ասում եմ, որ սա իրոք պատմական քայլ է եւ վստահ եմ, որ բոլոր ապօրինություն գործողները պատասխան են տալու ապագայում։ Օրենքի առջև սա էլ ասեմ, որ այսինքն Արման Սարոյանի այս գործով է, չէ՞ ճիշտ ենք հասկանում, որ թե մասյացողին թեմում այս ընդհանուր process-ը խաթարված է, թե եպիսկոպոսները արգելք տրվեց նրանց վրա։ Այո, այս գործի պատճառով։ Այո, այս գործը առիթ է հանդիսացել եկեղեցու ինքնակառավարումը խոչընդոտելու համար, այս գործը առիթ է դարձել 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելով նրանց մեղադրել ներգրավելու համար եւ այս գործը առիթ է հանդիսացել եկեղեցու ներքին ինքնակառավարման անդորը խախտելու համար։ Պարոն Զոհրաբյան, ինչպես է ստացվում, որ հոգևոր խորհրդի անդամները քրեական գործի առաջին կանգնում, մեղադրանք է առաջադրված լինում, բայց վեհապարի նկատմամբ, որը այդ որոշումը ըստ իրավապահների ապօրինի է կայացրած, որևէ քրեական հետապնդում չկա։ Ուզում եմ հասկանամ ձեր հարցը առաջարկել քննչական կոմիտեին։ Չէ, ուզում եմ հասկանալ հոգևոր խորհրդի անդամները 6 սրբազաններ, եպիսկոպոսներ, 1 քահանա են, բայց որոշումը ըստ ամենայնի կայացրել է վեհապարը։ Տեսեք, բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ ունեն իրենք հասնեն մի այնպիսի մի վիճակի, որ վեհապար հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն եւ տանեն առաջ։ Եվ մինչև հիմա իրանք չեն կարողացել նման մի այնպիսի բան գտնել, որը օրինակ ինչպես Մանվել Գրիգորյանի Տուշոնկա օպերացիաներ, չէ, այսինքն փորձեն վարկաբեկել, հետո կալանավորել, որպեսզի հանրությունը այդքան խիստ ռեակցիա չտա։ Այս մտահոգությունից ելնելով իրանք փորձում են տարբեր քրեական գործերով, բազմաթիվ փորձեր են եղել, որոնք հաջողության չեն հասել,
որոշ բաներ կա չեմ կարող ասել, բայց բազմաթիվ փորձեր, տարբեր բամբասանքների հիման վրա քրեական գործեր են, նախ վարորդները նախաձեռնվեց գյուղական գործողություններն արել, ոչ, վեհապար հայրապետին չեն կանչել, բայց վեհապար հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել այդքան հեշտ բան չի։ Իմ կարծիքով վեհապար հայրապետը անձեռնախելի անձ է, չնայած օրենքով դա ուղիղ գրված չէ, բայց մեր օրենսդրությունից դա ենթադրվում է։ Վեհապար հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը դա շատ բարդ գործ է, որի պատասխանը այս իշխանությունը պետք է տա։ Դրա համար կարծում եմ ձեր ասած պատճառով դեռևս նման քայլ չեն արել, բայց իրենց երազանքն է դա։ Ուզում ասեմ, իրենք երազում են հասնել մի օր գա այդ օրը, որ իրենք վեհապար հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն։ Մազրոպյան քանի որ փոքր կանգա դատականստին նախորդ դատականիստը փետրվարի 6-ն է եւ Արման Սարոյանը չէր ներկայացել, եթե չեմ սխալվում, նշել է որ ծանոթացված չի եղել, հա, այսօր ինչով է պահանջված եւ նաեւ եւ պաշտպան։ Արման Սարոյանը նշել էր, որ չի ստացել նյութերը, մեր միջնորդությունը դրա համար խնդրել էր հետաձգել։ Մենք դատանին նախորդ նիստին ապացուցեցինք, որ մենք նյութերը ուղարկել ենք եւ նա ստացել է եւ նաեւ տվեցինք պոստային ծառայության այդ համապատասխան փաստաթուղթը, որտեղ երևում է որ նա ստացել է։ Այսինքն ակնհայտ էր, որ ճիշտ չէր ասում։ Եվ այսօրվա դատականիստն չէր ներկայացել։ Եվ ասեմ ձեզ, որ ինքը հայցադիմում է, երբ որ ներկայացել է, հայցադիմինքից դիմում է ներկայացել, որտեղ գրվել է խնդրում եմ ին բացակայությամբ քննեք։ Իսկ եւ ավելին ասեմ, նույն Արման Սարոյանի, եթե մինչեւ ապստամբներին միանալու այդ մտքերը հրապարակային հանեք, տեսնեք, որ ինքը ուղիղ անում է այն, ինչ որ նախկինում ինքը քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Դեմի ճշտում հարցը նույն բանկի հետ կապված է գործարքների մի փոքր քննած բարձրաբանում ինչ երկու բանկերից մեկով նա գործարք է կատարել։ Մենք տեղեկություն ենք, որ նման գործարք է կատարել հարկադիր կատարողը գրություն ունեք, երբ որ նրանք տնօրինությամբ, երբ որ նրան պաշտոնից զրկել են, դրա հաջորդող աշխատանքային օրը գրություն է ուղարկվել բանկերին եւ նրա լիազորությունները դադարեցվել են։ Նա չունի լիազորություն։ Դատանի հայցեապահման միջոց կիրառելուց հետո երբ որ նա տեսել է, որ չունի լիազորություն, գնաց է բողոքել հարկադիր կատարողին, որ չեն թույլատրում, որ այսին լիազորություններ իրականացնի, եւ հարկադիր կատարողը նրան հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարողը, նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման абսուրդ արգելնես չեք տեսնի ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Սա ասում եմ, սա պատմական, ոնց ասեմ, բացասական գործողություններ են, որը ես վստահ եմ շատ մոտ ապագայում իրանց իրավական պատասխանները կստանան։ Այսինքն ճիշտ ենք, եթե անգամ կարգալույց չէր հրճակվել, սակայն ազատվել էր այդ պաշտոնից, իրավունք չուներ։ Այո, իհարկե, որտեղ նա պաշտոնը չէր զբաղեցնում եւ նրա լիազորությունները դադարեցված էին։ Այսինքն ինչ գործողություն է կատարել, հասցրել անել այդ հարկադիր։ Բանկից գումար է փոխանցել։ Որտեղ։ Եկեք այդ մանրամասները չասեմ հիմա, այս բանը չասեմ։ Հայր Ռուբենը այդ միջոցները չի տնօրինում, որպես տեղապահ։ Հայ Ռուբենին այս բանին հարկադիր կատարողը թույլ չեն տալիս, որ նա հանդես գա եւ այդ միջոցները տնօրինի։ Այս բանին խոչընդոտում են։ Այսինքն ֆիզիկապես խոչընդոտում կա։ Լավ։ Այսինքն չկա աշխատանքային պայմանագիր, բայց հարկադիր կատարողը Չէ, այնպես չի եղել, ինքը, տեսեք, Արման Սարոյանը հայ առաքելական սուբյեկտից աշխատողը չէ։ Այդ իմաստով նրա պաշտոնը առաջնորդի պաշտոնը դա հոգևոր ներքին պաշտոն է։ Եվ բնականաբար այդ պաշտոնից ազատելը չի կարող եկեղեցու ինքնակառավարման այդ շրջանակից դուրս գալ։ Հիմա փետրվարի 11-ին հրապարակվել է, հա, Հրապարակում է այս գործով որոշումը։ եւ ինչ սպասելիքներ ունենք, ինչ ակնկալիքներ։ Ես գիտեմ, որ այս գործերով կա ուժեղ ճնշում, որովհետև տեսեք, նույն դատավորը այս հայցը ընդունելուց 1 օրում, եւ մենք նայել ենք, ես նույնիսկ հրապարակել էի նախորդ 50 գործերը այս նույն դատավորի, որով ինքը վարույթ էր ընդունել գործերը, չի եղել մի դեպք, որտեղ ինքը 1 օրում հայցը նույնիսկ վարույթ ընդունել 1 օրում։ Իսկ այստեղ 1 օրում ընդունել է վարույթ եւ հայցապման միջոց է կիրառել 1 օրում։ Սա էլ է բնականաբար խոսում այն բանի մասին, որ այստեղ մենք չունենք դասական դատավարության հետ գործ, այլ ունենք քաղաքական հերթական ճշմարիտ, առավել եւս երբ որ դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը, որ դու համարվում ես մասսայցոտնի թեմի առաջնորդ։ Կաթողիկոսը հանել է, ինքը ասում է, չէ, դու հանդիսանում ես, եւ ինքը պաստորեն դատական իշխանության միջոցով եւ հարկադիր կատարողների միջոցով իր այդ խոսքի կիրառումն է ապահովում, որը նույնպես, եթե չասեմ
հանցագործություն է, ապա իրավախախտում է։